Okay, հարազատներ, սկսում ենք պատրաստել մեր ուզբեկական մանթեն գոլորշու վրա բավական համով, ես ձեզ 100% խորհուրդ եմ տալի, որ պատրաստեք։ Ինձ հարկավոր է լինելու 500 գրամի չափով ալյուր։ Շատ քիչ բան է գնում խմորի համար, 200 գրամ ջուր, տանջեր մասիջանի, իհարկե 1 ձու և աղ պետք է դնեմ, 1 թեյ գթալել աղ, հիմա սախարնում ենք, պետք է ստանանք լավ պինդ խմոր, ես առաջի անգամ մանթեն ուզբեկական հենց կերել եմ Տաշկենտում 90-ական թվականներն էր, 91 թե 92 թվականը, այնտեղ մերոնք խանութներ ունեին, ամեն շաբաթ Տաշկենտի հյուրն էի, բավական լավ ուտելիքներ ունեն, և ուզբեկական փլավն է շատ լավ է, և մանթեն է շատ լավ է, ամեն ինչն է համով էր իրանց մոտ։ Հիմա թեթև մի քիչ ալյուր կավելացնեմ վրան, մեկ երանի եմ տալի այդ օրերը, այնքան լավ ժամանակներ էր, որ ասում եմ, ոչ հոգս ունեինք, ոչ տարդ ունեինք, ոչ ցավ ունեինք, երեխա էինք։ Սա տեղափոխեմ սեղանի վրա, ավելի որպեսզի կարողանամ պինդ տրորեմ։ Շատ չենք տրորելու, մոտ մի րոպեի չափով ընդամենը, և թողնելու ենք հիմա 30 րոպե հանգստանա, այդ ընթացքում մենք էլ կանցնենք միջուկը պատրաստելուն։ Վերջ, սա դնենք հանգստանա 30 րոպե, մենք էլ միջուկը սարքենք հիմա։ Okay, հարազատներս, միջուկի համար մեզ հարկավոր է լինելու սոխ, միս և կարտոֆիլ։ Ես քիչից եմ վերցրել բաղադրությունները, բնականաբար կդնեմ մեջը ինչքան է հարկավոր լինելու ձեզ, որպեսզի ճիշտ ձևով լինի, ես կրճատել եմ ամեն ինչը ինձ մոտ, և իհարկե համեմունքներ ընթացքում կգնանք արդեն։ Okay, Ժորժա, մեզ հարկավոր է լինելու միս, կարող եք օգտագործել հավի միս, տավարի միս և ոչխարի միս, այս պարագայում ես օգտագործում եմ տավարի միս, որն էլ որ լինի բավական գերադասելի, պետք է կտրատենք անպայման, չեն կարող աղացած միսը օգտագործել, պետք է հիմա երկարավուն ես կտրատում եմ, հետո մանր փուճուր քառակուսի մասերի եմ բաժանելու։ Ինչ որ օգտագործելու ենք հիմա, անգամ կարտոֆիլը և սոխը բոլորը պետք է կտրատվի, աղացած չեն կարող օգտագործել։ Okay, հարազատներս, հիմա անցնենք սոխին կտրատելու, նույնպես պետք է սոխը հիմա բարակ, շատ բարակ պետք է կտրատենք, հետո այս կողմից արդեն բարակ մանրացնենք իրան, այսպես։
Հիմա ես դնեմ արագ մուդի վրա եւ անցնենք կտրտելուն։ Okay, հարազատներս, եթե տեսնում եք սոխնել արդեն լավ մանրացրած։ Ինձ մնաց կարտոֆիլը հիմա մանրացնեմ։ Okay, կարտոֆիլի գործը ավելի հեշտ է, որտեվ չի մռմռացնում, այնքան աշկերտ մռմռած էս ընթացքում։ Ավելի հեշտ է սա։ Պատկերացրիք, չէ՞ ժողովուրդ ջան։ Ինչ ձև ենք հիմա արագ մուդի վրա կդնեմ, որպեսզի էլի ժամանակ մեզանից շատ չխլի կտրտելուց։ Okay, հարազատներս, եթե տեսնում եք արդեն ինձ մոտ պատրաստ է սոխը, կարտոշկեն, կարտոֆիլը եւ միս արդեն։ Հիմա անցնում ենք արդեն մեջ ավելացնելու համեմունքները։ Ուրեմն 1 թեյի գթալ աղ եմ դնում, 1 թեյի գթալ սև պղպեղ։ Ինձ թվում է աղը դեռ պիտի ավելացնեմ, ուղղակի սա դնում եմ, որպեսզի հետո հասկանանք։ 1 թեյի գթալ coriander, համեմի, սերմի աղացածը եւ 1 թեյի գթալ կարմիր քաղցր պղպեղ եւ դնում եմ աղացած քիմիոն։ 1 թեյի գթալ եմ դնում, բայց նույն ժամանակ դնում եմ 1 թեյի գթալ էլ առանց աղացված քիմիոն։ Սա արդեն որտեղ սիրում եմ սրա համատամիտակ, որ են գնում անենց համով, չեք պատկերացնի։ Իրոք շատ համով է։ Եվ շատ քիչ կծու պղպեղ եմ դնում, շատ քիչ։ Հիմա սախարն ենք, կհասկանանք արդեն համավորձա։ Եթե ցանկություն ունեք, կարող եք այստեղ անգամ բանջարեղային ձետ ավելացնել 50 գրամ կամ կարող եք մինչև արդեն դնելը մեջ է, դնեք փոքրիկ կարակներ ձեթի փոխարեն։ Ես գերադասում եմ կարակը դնեմ մեջը, ավելի համով է լինում այդպես։ Նայած ով ոնց կցանկանա։ Okay, ժողովուրդ ջան, սա մեր նորը, թեթև այստեղ աղյուրանենք։ Ուй, ինչ լավ նկարեց։ Իրանք պետքա փորձենք մաքսիմալ բարակ բացենք։ Խինգալի խմորը ոնց է մեր, այտենց։
Okay, Ժորժ ջան, եթե նկատեցիք, ես այստեղ արդեն երկու մասի բաժանեցի ընթացքում։ Հիմա ինչ եմ անում, որպեսզի ես հավասարացնեմ, քանի որ ինձ հարկավոր է լինելու քառակուսի կտրտված։ Ինքը լավ բարակ է ստացվել արդեն։ Այսքան տեղն է պետք մի քիչ բացվի, որ հավասարացվի նրան։ Հիմա իր մեջտեղից կտրում եմ և փորձել եմ քառակուսիների վերածեմ։ Հիմա կանցնեմ լույսին։ Բացելուն։ Okay, հավաքեցին նորից հետ։ Okay, Ժորժ ջան, հիմա պիտի անցնեմ արդեն մանթեները հավաքելուն, բայց նախ անցնենք կաթսային, ինչ կաթսա եմ օգտագործում։ Եթե ձեր մոտ կա կորեական խանութ կամ մի բան այդպես, ուրեմն իմացեք, այնտեղ կճարեք չինական կամ կորեական խանութ։ Սա մի կյանք ապրած կաթսա է, սա հանրությանը խնդրում եմ շատ ուշադրություն մի դարձրեք, սա մեջի ջուր եմ լցրել այստեղ։ Բայց եթե նկատում եք կաթսայի տակը, այստեղ մնացածի վրա ծակեր են բոլորը։ Ինքը 3 հարկից է բաղկացած։ Սա ջուրը լցնում եմ ու դնում եմ բարձր կրակին, որպեսզի եռա։ Այս ընթացքում մինչև ես մանթեները կհավաքեմ արդեն։ Եվ դրանից հետո արդեն կանցնենք դասավորելուն։ Այս երկուսը կարա այստեղ մնա։ Սա հիմա սա ուղարկենք թող եռա։ Այդ ընթացքում որ մանթեները վրան պատրաստենք, դասավորենք։ Մի լավ վրասել կեղտոտեցի։
Մեծերը վերցնենք, դնենք առաջինը դրանք անենք, հետո մանրուքները կանենք։ Բավական շատ մանթե ալինելու, բավական շատ, բայց ես մնացածը իհարկե բոլորը միանգամից չեմ պատրաստի, ես ընդամենը մի հատ շերտովը կպատրաստեմ, որովհետև ամուսինս է տանը չից մանթեն, որ սարքում ես պետք է անպայման թարմը լինի, երբ որ կգա գործից տուն, արդեն բնականաբար կդնեմ միանգամից ես պելու պատրաստ։ Okay, ժողովուրդ ջան, եթե նկատում եք, արդեն ես ինձ մոտ դասավորել եմ խմորները կտրտված, ինչ ենք անում։ Ուրեմն դնում ենք միսը, արդեն Okay, դնելուց հետո փոքրիկ կարագ եմ դնում վրան, միացնում եմ իրար խմորը և այս անկյուններով բերում եմ իրար եմ կպցնում և մյուս անկյունով էլ այստեղ փոքրիկ եթե կնկատեք արանք է իրանց մոտ մնում։ Հիմա նորից մի հատ կանեմ ավելի մոտիկացրած կամերան, որպեսզի պարզ լինի։ Կարագն եմ դնում վրան, անկյունները իրար եմ կպցնում, կպավ լավ, okay, հիմա այս անկյուններն էլ իրար եմ կպցնում։ Մի խոսքով ինքը բոլորովին չի տենց հավաքած լրիվ, ինքը թեթև արանքներ այստեղ ունենում, որպեսզի ինքը եփվի գոլորշու վրա։ Հիմա մի հատ կանենք իրար հետ, որ էլի պարզ լինի, ու մնացածը արդեն ես արագ կհավաքեմ։ Կպավ, վերջ, հիմա անցնենք, այս անկյունն ենք կպցնում և անցնում ենք, այս անկյունն ենք կպցնում։ Նորից կարագը։ Ինքը շատ հեշտ գտնում է, շատ փափուկ ու ենթարկվող խմոր է։ Անցնեմ մնացածը արդեն արագի տակ։ Okay, հարազատներս, ինձ մոտ արդեն ջուրը եռում է և մի ափսեի համար արդեն պատրաստ է, որպեսզի չկպնի մեջը մանթեն չկպնի է սամանի մեջը գոլորշի ընթացքում եփվելուց։ Ես փոքրիկ ձեթոտում եմ, կարող եք նաև ցելոֆան դնել, բայց ցելոֆանը տաքության մեջ կարծում եմ թույն կարտադրի, չեմ կարծում ճիշտ է դա, շատեր ուզբեկները ցելոֆան են դնում և ծակում են այտենց, բայց ես այտենց չեմ սիրում, որտև չեմ ուզում, որ կպնի։ Ինչ երևի խտացնեմ իրան, որ տեղավորեմ գոնե։ Իմ հաշվարկով պիտի ճիշտ տեղավորվեի։
փորձում ենք, որ իրար չկպցնենք, չկպնի հանկարծ։ Որտեղ որ կպավ, հետո հանելն էլ է դժվար լինելու։ Ու տանում ենք դնենք արդեն վրան։ Okay, հրավատներից եթե տեսնում եք արդեն ջուրը եռում է լավ։ Հիմա դնում ենք իրան վրան, բավական բարձր են գազը դնում, մոտավորապես եփելու է 40 րոպե գոլորշիով։ Եթե նկատում եք, համարյա թե արդեն եփված է ինձ մոտ, մի 2 րոպե էլ կեփվի, արդեն ու կանջատեմ։ Okay, հարազատներից, եթե նկատում եք, արդեն եփվել է ինձ մոտ։ Հիմա անջատել եմ արդեն և կհանենք։ Մամայի տղա, գնանք քո ճաշիկը տամ։ Գնանք։ Okay, ժողովուրդ ջան, արդեն սկսեցինք հանելը։ Նայում եք ինչքան հեշտ է ինքը դուրս գալի, եթե հիշում եք, ես ձեթել էի տակը։ Բարակ, շատ բարակ շերտով ձեթել էի։ Եթե չձեթեք, շատ բավական բարդություն եք ունենալու հանելու մեջից, կպնում է տակը։ Լավա ձեթենք։ Ոնց անուշոտ է գալի։ Եվ մեջտեղը կարող ենք օգտագործել նաև թթվասեր դնենք, օրինակ իմ տղան թթվասերով չի ուտում, ուտում է սխտոր մածունով։ Եվ մատուցենք այսպես, հիմա մի հատ իրար հետ կվերցնենք, համը կնայենք, որ դուք է պատկերացնեք հիմա, մի կողմ դնեմ, ինքը եփված է լիովին արդեն, կարտոֆիլներն է, սոխերն է, բոլորը եփված է։ Ընտիրա, շատ համով է։ Քիմիոնի համար մի ուրիշ համ է տալի, իրոք, շատ համով է։ Անպայման դուք է պատրաստեք։ Չեմ դիմանում, նստեմ ու ուտեմ։ Շատ համով է։ Խորհուրդ եմ տալի անպայման պատրաստեք։ Խորհուրդ եմ տալի անպայման պատրաստեք։ Բարի ախորժակ և վստահ եմ կսիրեք և ձեր տան անդամները անպայման կսիրեն և կասեն ամեն անգամ, որ պատրաստեք նորից։ Մատուցելուց կարող ենք նաև փոքրիկ սոխի կտրտված սոխ վրան լցնել, որ ավելի գեղեցիկ լինի։